Տիկին Գալստյան, քանի որ արդեն քանի օր է ձեր խմբակցությունը պարբերաբար խոսում է ձեր գործընկեր Արթուր Սարգսյանից, էլի այսօր դուք էլ խոսեցիք, ստիպված էլի այդ գործի նյութերը աչքի տակով անցկացրեցի։ Էլի հասա այն աստղիկների պահին, որոնք որ պլանավորում էին շախտալ Երևանի փողոցներում։ Հետո հիշեցի, որ դուք այդ մարդկանց արդար եք անվանում։ Առաջին հարցս Տիկին Գալստյան, ըստ ձեզ արդյոք Ուսամա Բեն Լադենը եւս եթե Հայաստանում դատապարտված լիներ, դուք նրան կանվանեիք արդար, ասենք կանվանեիք արդարի գործը։ Լավ չեմ լսում, գիտեք, վերջին հատված, ասում եմ, որ այդտեղ ականջակալ կա, կարող եք դրանից օգտվել, պարոն Ալեքսանյան, խնդրում եմ մի քիչ բարձր։ Շատ լավ, ասում եմ, քանի որ ձեր գործընկերոջը Արթուր Սարգսյանին, Վազգեն Գալստանյանին եւ մյուսներին արդար եք անվանում, որոնք դատվում են տերորիզմի նախապատրաստության գործով, որ Ուսամա Բեն Լադենը Հայաստանում դատապարտված լիներ, արդար անվանելու էիք, ու քանի որ ստիպված էլի կարդում էի այս նյութերը, Արթուր Սարգսյանի այս հրճվանքն եմ տեսնում այս տեքստերում, այդ աստղիկների մասին խոսելիս, այդ որ այդ ձայնագրությունները ասում եք մոնտաժված է, կեղծված է, Տիկին Գալստյան, երբ որ ազգային ժողովի ամբողջ նիստից դուք վստահաբար ձեր ելույթը տեղադրելու եք ձեր սոցիալական էջերում, ամբողջ նիստից կտրում եք ձեր ելույթը ու դնում եք ձեր էջում, դա համարվում է, որ դուք մոնտաժել եք ազգային ժողովի այդ տեսանյութը։ Այդ ձայնագրությունները դրա մասին են։ Այս մարդիկ պլանավորում էին սյուներ շուռ տալ, ինտերնետ լարեր կտրել, անմեղ մարդկանց ակերի տակ աստղիկներ գցել ու նրանց մահացու վտանգի ենթարկել։ Արդյոք դուք պատրաստվում եք նաև արդար անվանել օրինակ Ուսամա Բեն Լադենին, օրինակ անմեղ նահատակ։ Այ պատասխանում եմ։ Պարոն Ալեքսանյան, Տիկին Գալստյան, այո, պարոն Ալեքսանյան, ուրեմն իմ եւ քննչական մարմնի իմ եւ դատախազության հանգամանքները եւ մասնագիտական պատասխանատվությունը այսպես սարեր, ձորեր, Մարինյան իջվածքի խորությամբ տարբեր են։ Այն պատասխանատվությունը, որ ես կարող եմ ունենալ իմ հրապարակային տեքստի մոնտաժելու, սոցիալական ցանցերում տեղադրելու հետ, բոլորովին համեմատելի չէ դատախազության քննչական կոմիտեի հրապարակած այսպես ցուցմունքների այն բազայի հետ, որի խայտառակ խոցելիությունը բացահայտվեց նաև դատական նիստի ընթացքում, եւ հենց այդ նիստը, որի ժամանակ փաստաբանական խումբը ներկայացվեց մոնտաժված ձայնագրությունների, մոնտաժված այսպես սղագրությունների հանգամանքը, սա ոչ միայն մեծագույն հարցական է դնում ընդհանրապես այդ քննչական խմբի, այլ առհասարակ գործ կարող է, որ չգիտեմ որ թվերն եք, հենց մի հատ մտքով գնացեք որ թվերի համար այնք ասում գործ կարել եւ կհասնեք մինչեւ անցյալ դարի 30-ականից գործ կարողի վարկը եւ համեմատել իմ սոցիալական ցանցը քննչական կոմիտեի դատախազության դատավորի վարկի հետ, կարծում եմ մասնագիտական չի, տեղին չի, դրան չեմ ուզում անդրադառնալ։ Եվ ուրեմն այդ կարված ցուցմունքներից մեկը դուք պատառիկն եք, մեկ տարբաներ եք, նախադասություն կամ բառեր եք գտնում եւ ուզում եք, որ ես գնահատական տամ, նախ ասեմ, որ այս հանձնաժողովի նախագահի պաշտոնը ոչ դատավորի եւ ոչ էլ մարդու իրավունքների պաշտպանի ուրեմն դիրքա, բան չի, դիրք չի եւ ոչ էլ լիազորություն է։ Ես չեմ կարող գնահատականներ տալ, ինչպես դուք փորձեցիք անել, կտրտված փաստերով եւ դուք հենց այդ մոնտաժված ցուցմունքներից պատառիկ եք կարծում եւ ինձ ասում եք դե գնահատական տուր։ Եվ նաեւ կներեք, ուղղակի ես անթույլատրելի եմ համարում Բագրատ arczepiskopos Սրբազանի կոնտեքստում Ուսամա Բեն Լադենի, ընդ որում ես լավ լսում եմ, բայց չի հասկանում, ես ինչ բառ ասում Ուսամա Բեն Լադեն։ Հիմա հասկացա, որ Ուսամա Բեն Լադեն եք ասում։ Այս երկուսի համեմատությունը ես կարծում եմ բացարձակապես կոռեկտ չի եւ դուք նաեւ վիրավորում եք ինձ որպես հայ առաքելական եկեղեցու հավատացյալի եւ ես ուղղակի անթույլատրել եմ համարում ես համարյա թե պատասխանեցի բայց չեմ ուզում պատասխանել այդ հարցին որովհետեւ ձեր փաստային հիմքը ոչ թե կաղում էր այլ ուղղակի իրավական չէր պատրիկներով եւ ես էլ դատավոր չեմ այս կոնտեքստում որպեսզի ես ինձ թույլ չեմ տա դատողություն անել եւ ես համեմատության շուրջ արձագանք
Շնորհակալություն Տիկին Գալստյան, ես առանձնապես մեծ տարբերություն չեմ տեսնում այդ երկու անձանց մեջ ու իմ նաև որպես քրիստոնյա հայ կրոնական զգացմունքները վիրավորվում են նրանով, երբ որ հայ առաքելական եկեղեցու սպասավորը իրան պահում է մոջահեդի պես, քիչ ամնում մի հատ էլ ջիհադիստի ժիլետ հագնի։ Պարոն Մանուկյան, հանդարտվեք, մի տեղից մի խոսեք։ Մի տեղից մի խոսեք, դա հարց տվողը իրավունք ունի հարց տալ, դուք էլ ձեր հերթին հարց կտակ, ելույթ կունենաք։ Պարոն Մանուկյան, դուք ելույթ ունեք գրանցված, էլի, ինձ մոտ բերել են, որ դուք այստեղ ելույթ ունեք։ Պարոն Մանուկյան, ելույթի ժամանակ կարձագանքեք։ Հարգելի գործընկերներ, ձեզ էլ վերաբերում մի արձագանքեք, որովհետև լռություն, հարգելի գործընկերներ, լռություն։ Հարց տվողը տալիս է իր հարցը, դուք ձեր հերթին, ձեր հարցերով եւ ձեր ելույթերով կարձագանքեք։ Համեցեք, պարոն Ալեքսանյան, ավարտեք։ Պարոն Վարդևանյան, խնդրում եմ խանգարեք, դուք եւս խանգարում եք։ Համեցեք, պարոն Ալեքսանյան։ Դուք իրավաբան եք, բայց ես ու պարոն Հարությունյանն էլ արաբագետ ենք։ Հարգելի գործընկերներ, պարոն Ղազինյան, նկատողություն եք ստանալու, խնդրում եմ վիրավորականը, խնդրում եմ դիմեք դատարան, ընթացակարգերը գիտեք, վստահաբար կպաշտպանվենք այդ հայցի դեմ։ Ինչևէ, երբ որ ասում եմ, որ քիչ էր մնում, որ ջիհադով զբաղվեր, ակնհայտ է, որ մարդը քիչ էր մնում, որ ջիհադով զբաղվեր։ Եվ տիկին ժամանակը ես կորոշեմ, երբ է ավարտվել, որ թույլ տաք, որպեսզի իր ժամանակը ավարտի, գործընկերը կավարտի ճիշտ ժամանակին։ Հիմա մի ընդհատեք, որ ավելյալ ժամանակ չավելացնեմ։ Պարոն Ալեքսանյան, խնդրեմ ամփոփեք։ Վերջացրեցիք։ Ոչ, չվերջացրեցի Տիկին Գալստյան, ձեր գործընկերները չթողեցին, որ վերջացնեմ։ Իմ կրոնական զգացմունքներն էլ օրինակ դրանից են վիրավորվում Տիկին Գալստյան, երբ որ հայ առաքելական եկեղեցու սպասավորը իրեն պահում է ջիհադիստի պես։ Իսկ դատական վճիռներին եւ մնացածին, երբ որ գալիս եք այստեղ ու terrorism պլանավորած մարդկանց մասին ասում եք արդարներ, կներեք դրանից էլ իմ բանն է վիրավորվում, առհասարակ բանականությունն է վիրավորվում Տիկին Գալստյան։ Պարոն Վարդևանյան, հիմա էլ կլինի դուք չընդհատեք։ Վարդևանյան, խնդրում եմ հատկապես իմ համար խնդրում եմ դուք առավել եւս նախագահությունում եք, դուք առավել եւս պահպանեք կանոնակարգի սահմանած նորմերը, առավել եւս որպես իրավական որոշակիության ոգուն համապատասխան։ Շատ լավ, ելույթով հանդես կգաք եւ դրա մասին կխոսեք։ Ու առհասարակ այս ամեն ինչը կարդալուց հետո իմ համար հարցական է, թե ոնց է այս ամեն ինչի պարագլուխը հայտնվել ազատության մեջ եւ իմ համար հետո բարձեցի, որ տենց հետո նայեցի ով է վճիռը կայացրել, տեսա մարտի 1-ի գործերով քաղբանտարկյալներ դատած, քաղբանտարկյալներ ստեղծած անձնավորությունն է, ասեցի լավ, ամեն ինչ պարզ է արդեն։ Շատ լավ, ձեր պատասխանը համեցեք Տիկին Գալստյան։ Այո, ուրեմն պարոն Ալեքսանյան, հենց հիմա, այս վերջին 3 րոպեներին դուք խախտում եք Հայաստանի Հանրապետության սահմանադրական իրավունքը, անմեղության կանխավարկածը, որը կոնվենցիոն իրավունք է եւ Հայաստանի կողմից մի քանի կոնվենցիաների տակ ստորագրություն կա դրված, որոնք ուղղակի պարտադրում են պաշտպանել անմեղության կանխավարկածը։ Դուք դա խախտեցիք, դուք դատավոր չեք եւ դուք հիմա հնչեցրեցիք դատավճիռ։ Իսկ ձեր դատողությունները ես կոռեկտ չեմ համարում եւ չեմ պատրաստվում պատասխանել։ Դրանք դատողություններ են։ Հաջորդ հարցի համար Սոնա Ղազարյան։